Շնորհակալություն, հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, վարկային համաձայնագրի մանրամասներին ես չեմ անդրադառնա, այսինքն գումար տոկոս, որովհետև կառավարության ներկայացուցիչը արդեն իսկ ներկայացրեց։ Ես ուզում եմ ասել, որ այս նախագիծը բացի այն, որ միտված է քաղաքացիների, տնտեսվարողների կյանքը հեշտացնելու, այսինքն այդ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող այդ կենտրոնները, որոնք որ բացվելու են, այսինքն կառուցվելու են այդ հյուսիս-հարավ ճանապարհին, բացի այն, որ հեշտացնելու են քաղաքացիների կյանքը, այս ծրագրերը բոլորը խաղաղության, հաստատված խաղաղության մասին են։ Մեր կառավարության ծրագրերը գալիս են հաստատելու, որ մեր կառավարությունը հաստատված խաղաղության պայմաններում արդեն ենթակառուցվածքներ է ստեղծում, որպեսզի ապաշրջափակման պարագայում բոլոր այն տնտեսվարողները, որոնք այսուհետ կօգտվեն Հայաստանով անցնող ճանապարհներից, ապաշրջափակումից հետո կարողանան մատչելի եւ հեշտ օգտվել մաքսային ծառայություններից, ընդհանրապես այցելելով մեկ ենթակառուցվածք եւ ոչ թե տարբեր ենթակառուցվածքներ։ Այսինքն մենք խնայում ենք եւ քաղաքացիների ժամանակը եւ ինչպես նաեւ նորից եմ կրկնում, հաստատված խաղաղության պայմաններում կառուցում ենք ենթակառուցվածքներ, որոնք հետագայում կսպասարկեն այնպիսի Հայաստան, որը ապաշրջափակված է։ Դեռևս այսքանը, եթե հարցեր լինեն, նախագիծը քննարկվել է մեր հանձնաժողովում, ֆինանսավարական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել է դրական եզրակացություն, եթե հարցեր լինեն, սիրով կպատասխանեմ։